Պարոն Շարմազանով, սկսենք մեր զրույցը վերջին քաղաքական իրողություններից, ավելի ճիշտ բռնոցիներից, հերթական այսպես թիրախը իշխանությունների Գագիկ Ծառուկյանն է եւ այդ մասին Փաշինյանն ինքը չի թաքցնում, ձերբազրույցներից մեկում նշել է, որ նույնիսկ հրահանգը ամբողջությամբ չի կատարվել, թե չի կատարվել, ինչ-որ այսպիսի արտահայտություն։ Ի վերջո ինչ են ուզում Ծառուկյանը։ Միայն Ծառուկյանը չէ։ Տարուկես առաջ Ալիևը հայտարարություն է արել եւ նշել է, որ Հայաստանում իր բնորոշմամբ ռևանշիստական ուժերին պետք է վերջ տրվի եւ նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ արել կամ այդ հարցը լուծել կամ էլ ինքը կլուծի։ Բացեք Ալիևի հարցազրույցները։ Հայաստանում այն ինչ որ կատարվում է, պետք է նայենք Ադրբեջանում ու Թուրքիան մի քանի ամիս առաջ դրա մասին ինչ են ասել։ Հիմա ակնհայտ է, որ ռևանշիստական ուժերի մեջ մտնում են բոլոր այն ուժերը, կամ այն գործիչները, ում համար անկախության հռչակագիրը բացարձակ արժեք է, ում համար Հայաստանի անկախությունն ու իշխանությունը բացարձակ արժեք է, ում համար Արցախի հայկականությունը, ինքնորոշման իրավունքի իրացումը դրանք ՄԱԿ-ի կարևորագույն դրույթներն են, ում համար ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հայտարարը դրանք մարդու իրավունքների պաշտպանության ու հումանիստական կարևոր դրույթներ են, եւ բնականաբար բոլոր նրանք, ովքեր որ չեն տեղավորվում Հայաստանի վիլայեթացման խաղակարգի մեջ, հռչակվում են Ալիևի կողմից ռևանշիստներ, ստեղի իշխանությունների կողմից մեկը եռագլուխ, մեկը քառագլուխ, մեկը նախկին, մեկը չգիտեմ ինչ, մեկը շպիոն, այսինքն զարմանալու բան չկա, որովհետև ես ասել եմ 21 թվականի ընտրություններին Փաշինյանը մի բան ասում է, հետո լրիվ այլ բան արեց։ 21 թվականին ինքը ասում էր Արցախի անջատում հանուն փրկության, Շուշիի հատուկ դեօկուպացիա եւ այնուհետեւ մի տարի հետո գնաց ճանաչեց Պրագայում Արցախ Ադրբեջանի մաս։ Հիմա ինքը ոչ մի բան չի թաքցրել։ Ինքը ամբողջ դրաշավի ընթացքում ասել է, կզստելու եմ, սապկացնելու եմ, բռնելու եմ, բոմժ եմ սարքելու ու տեն շարունակ։ Անավանդ այս ամենը իրականացվում է միջազգային արևմտյան կառույցների ոչ թե լուր համաձայնությամբ, այլ բանի ծափարությունների ներքո։ Պարոն Շարմազան, թեև ես նշեցի միայն Ծառուկյանի դերբակը, ամեն դեպքում նաև Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը դերբակալված, Ալեքսանդր Կալանավորված, պարոն Շալաբյանը եւ այլն։ Ամեն դեպքում Ծառուկյանի դերբակը նրանով է հետաքրքիր, որ շարունակ ներդրումներից է խոսում իշխանությունը, նաև Սամվել Կարապետյանը, ինչու են փակում։ Նորագույն պատմության մեջ ամենամեծ մեծենատն է Սամվել Կարապետյան, չի Սամվել Կարապետյանի կարելի է երկու բառի համար անել, դա ինչա ներդրումային միջավայրը։ Ամբողջ ԵԱՏՄ-ի հետ Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացրեց տնտեսական կոլապսը, բայց այս մարդիկ մի նպատակ ունեն, ասել են 18 թվականին Բոլտոնն ասել է պատմական գաղափարներից հրաժարվել, այդ պատմական գաղափարներից հրաժարվելը լրիվ նոր գիծ գնալն է դեպի թուրք-նատոական կամ արևմուտք գոյություն հասկացեք։ Հիմա գինը է դա, գինը իր աթոռն է, ինքը համոզված է, որ ռուսական ազդեցությունը թույլատնելով ինքը բերում է իշխանություն, բայց իրականում ինքը բերում է թուրքական վիլայեթացում, որովհետև ինքնիշխանությունից խոսում է, բայց ավելի է մեծացնում Հայաստանի կախվածությունը հենց Թուրքիայից ու Ադրբեջանից եւ Արևմուտքից։ Շարմազան, հիմա ասում են հավասարության գծեր են փորձում տանել նախկին իշխանությունների գործունեության եւ այս իշխանությունների գործունեության միջև հատկապես Ծառուկյանի դերբակով ինչով եք պայմանավորում, որն է նպատակը, ինչու են ամեն գնով հավասարեցնում եւ այդ կարմիր գծերը եթե նախկին ես այդ մարդկանց հիվանդ երևակայության մասին ինչ ասեմ։ Իսկ ոնց կարելի է Հանրապետական կուսակցության, Ծառուկյան քաղաքական բանավեճը եւ տեսօրվա այս խայտարակ վիճակը նույնականացնել։ Իհարկե, 15 թվականին եղել է շատ խիստ բանավեճ ա եղել, մենք շատ խիստ քննադատական խոսք ենք ասել, միգուցե որոշ դեպքերում նաեւ էմոցիոնալ, բայց ինչա մենք այդ մարդու տուն ենք մտել, դες մասկեկով տուն են մտել, պարկասել են, դες ընտանիքի նկատմամբ դες վիճակ, առուց ենք եկալ են տարել, բայց ինչ ենք ընչի այդ համեմատում։ Ինչ ենք ընչի այդ համեմատում։ Եվ բոլոր են մարդիկ անկախ նրանից իրանք քաղաքական թե հասարակական թե դերական դերակատարներին ուզեմ ասել ժողովուրդը դա ո՞ս կարելի է նույն բանը համեմատել։ Ամեն Ծառուկյաններ ժամանակին ելել են քաղաքական իրավիճակի հետ, քաղաքական ընդդիմախոսներ շատ խիստ, բայց մենք
ազգական դաշնություն է, մենք ընտանիք ենք, մենք դες բան արել ենք, որ մարդը 97 տարեկան վատանա, առողջություն Տիկին Ռոզային նախ առաջին եւ ինչ ասեմ, կամ մենք կարմիր գծել հատել ենք, ինչի մասին է խոսքը, իհարկե եղել է, 15 թվականից, բայց բերեն համեմատել, դա նույն բանն է, ոնց որ Արցախի այսօրվա հայաթափումը համեմատեն 16 թվականի 400 հեկտարի հետ, նույն բանն է։ Thank you.